Ողջույն ընկերներ, եկեք այսօր խոսենք օմ սիմվոլի և մանտրայի մասին, ինչի այն պատկերվում այնպես, ինչպես այստեղ է պատկերված և ինչ առանձնահատկություններ և խնդիրներ կարող է լուծել օմը։ Օմը խորհրդանշում է մեր գիտակցության 4 հիմնական վիճակները։ Առաջինը դա ջագրատն է, այս առաջին կիսաշրջանը։ Երկրորդը սվապնը, երրորդը սուշուպտի և չորրորդ մասը տուրիա։ Ջագրատը դա թարգմանաբար նշանակում է արթուն գիտակցություն, բայց դա այն արթուն վիճակը չի, որ մարդը իրեն պատկերացնում է։ Երկրորդը դա սվապնը, քուն երազատեսությամբ, երբ որ սովորական մարդը սովորական երազներ է տեսնում։ Երրորդը դա այն վիճակն է, որտեղ քուն կա, բայց երազատեսություն չկա։ Դա շատ ավելի խորը գիտակցական վիճակ է, որը ձգվում է հոգևոր կյանք։ Եվ չորրորդը տուրիան հոգևոր գիտակցությունն է, մաքուր գիտակցությունն է, ազատ մնացած բոլոր տեսակի գիտակցական վիճակներից։ Դա մաքուր միտքն է, դա մաքուր գիտակցությունն է։ Եվ բոլոր հոգևոր պրակտիկանտները ձգտում են դեպի այդ չորրորդ վիճակին։ Յոգայի տեխնիկաները նախատեսված են հենց դրա համար։ Օմը առաջացել է այն ձայնից, որը հենց արտաբանվում է, այսինքն այս սիմվոլը առաջացել է աում հնչյունը արտաբանելուց և այդ փորձերը կատարել են օրինակ ձայնային գեներատորի վրա, եթե լսնենք աղ կամ ոսկու փոշի և աում արտաբանենք, աում ձայնը արտաբանվի, ապա առաջանալու է հենց այս սիմվոլը, խորհրդանիշը։ Ան դա տիեզերքի ստեղծումն է, արարումն է։ Ուն պահելն է և մ քանդելն է։ Իսկ ամբողջ տիեզերքը առաջանում է աումից և վերադառնում է աում։ Ան և ուն իրար հետ կարդացվում են օ, դրա համար շատ հաճախ ասվում է նաև օմ։ Եթե մենք ցանկանում ենք զարգացնել նյութական ասպեկտը, ապա այդ ժամանակ օմ արտաբանելուց ավելի երկար արտաբանում ենք օն և կարճ մ-ն, կամ աում ավելի երկար և մ-ն ավելի կարճ։ Եվ հակառակը, հոգևոր ասպեկտում գիտակցությունը զարգացնելու համար մենք արտաբանում ենք օն ավելի կարճ կամ աուն ավելի կարճ և մ-ն ավելի երկար։ Երբ ուզում ես նյութական և հոգևոր հարթությունների մեջ զարգանալ հավասարաչափ, ապա արտաբանիր աումը հավասարաչափ։